Քասախում եմ ծնվել մեծացել, հենց Քասախի դպրոցն եմ ավարտել։ Թատրոնի կինոպետական ինստիտուտում առաջին տարին էր, որ բացվել էր անիմացիոն ռեժիսուրայի ֆակուլտետը։ Մենք հենց առաջին շրջանավարտները հետագայում եղանք այդ բաժնի։ Հաջողվեց լավ ավարտել ինստիտուտը, հետո իհարկե հնարավոր դարձավ ստեղծելու իմ առաջին մեծ աշխատանքը, դա Հովհաննես Թումանյանի Անբան հուրին հեքիաթի հիման վրա նկարահանված համանուն անիմացիոն մյուզիկլն էր, որը հետո բավականին լավ ընդունվեց մարդկանց կողմից։ Լիդերը, մամո։ Բավականին գեղեցիկ մեծ շուկով պրեմիերա ունեցանք։ Այն առաջիններից էր, որ դարձավ կինոթատրոնային պրոդուկտ ու մտավ կինոթատրոններ։ Անբան հուրի հետ մեկտեղ կարելի ասել ստեղծվեց նաև մեր ստուդիան։ Հիմնականում աշխատում ենք փոքր կազմով։ Իմ հիմնական հնարանը ուժը Գայանեն է, ով նաև իր երկրորդ պաշտոնով կինս է, ու երևի նաև հենց այդ ընդհանուր մտերմությունն է, որ կարողանում ենք բավականին բարդ ծավալուն աշխատանքներ բերենք ու հասցնենք ավարտին։ Ստուդիայի հիմնական գործունեությունը կարճամետրաժ հայկական անիմացիոն ֆիլմերի ստեղծումն է, բայց նաև գործում է Multart School-ը, որտեղ մենք սովորացնում ենք անիմացիա ցանկացողներին ու ստեղծում ենք մասնագետներ։ Դա մեզ նաև հնարավորություն է տալիս հետագա մեր աշխատանքներում ներգրավելու հենց մեզ մոտ ավարտած մասնակիցներին, նաև գործում է վարպետաց դաս Հայաստանում սովորող դպրոցականները, գրեթե բոլոր տարիքի, նաև իրենց ուսուցիչները գալիս են ստուդիա մեկ այցի շրջանակներում, որը տևում է 2.5-ից 3 ժամ, ծանոթանում են մեր մասնագիտությանը։ Վարպետաց դասը հիմնականում բաղկացած է 3 փուլից։ Առաջին հատվածում մասնակիցների հետ կիսվում եմ անիմացիոն տեխնոլոգիաներով, թե այսօր ինչ տեսակ տեխնոլոգիաներ կան, որոնցով են հիմնականում ստեղծում անիմացիաներ։ Երկրորդ մասում գործնական աշխատանք է հատուկ սարքերի վրա եւ ռետրոսպեկտիվ թղթային անիմացիայի միջոցով եւ ժամանակակից թվային պլանշետ մանուտորների միջոցով մենք ստեղծում ենք անիմացիայի մեր օրինակները, նպատակ ունենալով, որ մասնակիցներին բացատրենք, թե ինչպես է գիծը, պատկերը ստեղծվում, ապա նաեւ դրանք շարժվում։ Երրորդ փուլում, որը շատ կարևոր է, մասնակիցները ծանոթանում են հենց իրենց իսկ սկսած աշխատանքի վերջնական տեսքին, թե ինչ ստացվեց դրանից, եւ վերջում ներկայացնում ենք մեր արդեն ավարտված կամ ընթացքի մեջ գտնվող աշխատանքներից։ Այս ով է արել։ Այն մարդիկ, որոնք չեն սիրում եւ չեն գնահատում բնությունն ու այս գեղեցկությունը։ Զբաղվում ենք նաև դաստիարակչական ֆիլմերի արտադրությամբ։ 18 բաղկացած ուրեմն դաստիարակչական ֆիլմաշարա, որտեղ տարբեր հատվածներում մենք խոսում ենք եւ աղբը չթափելու մասին, եւ ճանապարհը ճիշտ անցնելու մասին, եւ այս ամենը նաև զուգակցվում է երգերաշտության միջոցով, որը բավականին լավ ազդում է ուրեմն մեր հիմնականում փոքրիկ հանդիսատեսի վրա։ Հաջորդիվ այս ընթացքում արտադրել ենք նաև Անին ու Դանին անիմացիոն ֆիլմաշարը Creative Studio-ի հետ համատեղ, որտեղ հոգեբանների շատ հրաշալի թիմ է հանդես եկել ու առաջին անգամ Հայաստանում ստեղծվեց թերապևտիկ անիմացիոն ֆիլմաշար։ Անին ու Դանին անիմացիոն ֆիլմաշարը 2023 թվականին լույս տեսավ ու նվիրվեց հայկական մուլտիպլիկացիայի 85-ամյակին։ Ասա քո վերջին ցանկությունը։ Ես կկատարեմ այն, ու մենք հրաժեշտ կտանք։ Այս պահին մեր վերջին ֆիլմը Կատարսիսը մեզ համար շատ կարևոր նախագիծ է, որի պրեմիերան Հայաստանում նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերի 17-ին։ Դեկտեմբերի 17-ից ֆիլմը կլինի Հայաստանի բոլոր կինոթատրոններում։ Անիմացիան համբերություն պահանջող աշխատանք է, պետք է բավականին համբերատար լինել։ Անիմացիայի արտադրության ընթացքում մյուս հատվածը կյանքի ոնց որ կանգնի ու միայն պրեմիերաներից հետո ես նայում, թե շուրջը ինչ է տեղի ունեցել, ինչեր է փոփոխվել։ Ո՞վ ես դու։ Մենք հաճախ ենք հանդիպում։ Հենց հայերեն խոսքը պահպանելու համար շատ կարևոր է անիմացիոն աշխատանքները։ Մեր ծրագրերի մեջ կա, նախկինում էլ ունեցել ենք, շարունակել հայերեն աշխատանքներ ստեղծելը։ Անիմացիան իսկապես հրաշալի ֆանտաստիկ մասնագիտություն է ու Հայաստանում բավականին լավ գնահատվում վարձատրվում է նաև այսօր պետության կողմից։ Կուզեմ շատ մարդիկ զբաղվեն անիմացիայով, փորձեն իբրև մասնագիտություն տիրապետել այս աշխատանքին, որովհետև շատ կարևոր է, որ մենք էլ ունենանք լիամետրաժ հայերեն հնչող անիմացիոն ֆիլմեր։